Բարեողջույն հարգելիներս, մի քանի խնդիրներ կան, հարցեր կան կուտակված, բայց ես կխոսեմ այսօր ոչ թե ընտրությունների մասին, այլ ամենակարևորի մասին։ Անկախ են բանից, թե Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը ով կլինի, Հայաստանի Հանրապետությունին սպասվում է երկու բարդագույն խնդիր, որ պետք է կարողանա լուծել։ Առաջի բարդագույն խնդիրը ինչպես կասեցնել ադրբեջանցիների ներգաղթը Հայաստան, առաջի հարց, եւ երկրորդ հարց, ինչպես պետք է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի բանակցությունները եւ որ ֆորմատով պետք է տեղի ունենան։ Սրանք են հայ ժողովրդի օրակարգի առաջի երկու հարցը, մնացածը ածանցյալներ են։ Կրկնում եմ, անկախ են բանից, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, նա պետք է այդ երկու հարցին պատասխան տա։ Ինչպես կասեցնել ադրբեջանցիների ներգաղթը Հայաստան եւ վերաբնակեցումը ըստ էության, որ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից եւ քաղաքական էլիտայի կողմից սկզբունքորեն համաձայնվածված է եւ կա ընդհանուր հայտարար, եւ երկրորդը ինչպես պետք է եւ ինչ ֆորմատով Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի բանակցություններ Ադրբեջանի Հանրապետության հետ։ Սրանք են այդ երկու կարևոր խնդիրները։ Ձեզ տեղափոխում են նախընտրական քարոզարշավի դաշտ եւ այլ համանման կեղծ օրակարգերի դաշտ, որտեղ դուք բնականաբար պետք է պարտվեք, ինչպես որ պարտվեցիք, դուք եք պարտվել, ես չեմ ասում մենք, դուք պարտվեցիք 2018 թվականի այդ խեղափոխության հետևանքով։ Հիմա հերթականորեն Ադրբեջանի Հանրապետությունը 1991 թվականից տևականորեն իրականացնում է մեկ տիպի քաղաքականություն։ Նա մերժել է Խորհրդային Միության իրավահաջորդությունը, մերժել է բոլոր այն ձևաչափեր, որոնք բխում են խորհրդային իրավահաջորդությունից եւ իր պետական ստրատեգիան կառուցել է 1918 թվականի չկայացած, չճանաչված, ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե Ադրբեջանի իրավահաջորդության վրա։ Դրան հակառակ Հայաստանի Հանրապետությունը իր իրավունքները սկսում է 1991 թվականից մերժված Ալմատայի հռչակագրի ֆորմատով եւ իր հերթին ինքը մերժում է Հայաստանի առաջի հանրապետության իրավահաջորդությունը դե յուրե եւ դե ֆակտո, ինչպես նաեւ մերժում է Խորհրդային Միության ժառանգությունը, որովհետեւ 1991 թվականի Աստանայի հռչակագիրը չի ամրապնդում ժառանգականությունը, այլ հաստատում է այդ պահին կողմերի ունեցած դե ֆակտո տարածքային իրավունքները։ Հիմա ինչու եմ սա կարևոր է։ Ես հիմա դիմում եմ այն ովքեր իրենց համարում են ազգային, էլի, իրենց են դիմում, որտեղ մյուսների հետ խոսելու հատուկ մի ցանկություն չկա։ Ամբողջ դաշտը դա գլոբալիստական հայաստանյան քաղաքական դաշտը հիմնականում գլոբալիստական մտածողությամբ օժտված քաղաքական հասարակական գործիչներ են, ովքեր խնդիրը փորձում են ներկայացնել իբրև թե ազգային, բայց չունենալով ազգային բովանդակություն։ Այն քաղաքական ուժերը, ովքեր դուրս են գալիս պայքարի, բայց Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության խնդիրը չեն դրում դաշտ, այդ դեպքում իրենք ինչ են առաջարկում։ Մնացած ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն առաջարկել է։ Այն ինչ որ իրենք ուզում են, այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը արդեն առաջարկել է եւ արել է։ Այդ թվում այն ազգային ֆորմատի մեջ ենթադրյալ բոլոր հաջողությունները, կաշառակերության դեմ, 10 մետրանոց պատերի դեմ, բոլոր տիպի չարաշահումների դեմ եւ այլն։ Հիմա Արցախի հանրապետության կորուստը Նիկոլ Փաշինյանի ուղիղ մեղքն է, բայց դրա հիմքերը դրվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1991 թվականին։ Հատուկ կրկնեմ ձեր համար։ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցում էր Արցախն Ադրբեջանի կազմում մոդելով։ Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր
Արցախը Հայաստանի մաս եւ մեղրի փոխանակման սկզբունքով։ Սերժ Սարգսյանը Արցախը բանակցում էր որպես Արցախի համար բանակցում էր որպես երաշխավոր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իր բանակցությունները ավարտել է այդ մասով, Արցախը հանձնել է եւ հիմա ինքը բանակցում է բոլոր շահագրգիռ եւ անշահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հրաժարվենք ցեղասպանությունից եւ ադրբեջանցիների վերադարձը ապահովենք։ Մենք ազգայնականներս, այլ ոչ թե իրենք։ Խաղը գնում է ազգայնականության դեմ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ցավոք սրտի ազգայնականությունը որպես այդպեսին չունի կոնսոլիդացիա, որի հետևանքով ընդդիմադիր դաշտում խաղում են նրանք, ովքեր ընդհանրապես ազգայնականության կամ պետության այդ համակարգի հետ կապ չունեն։ Մանր-մունր խմբեր միշտ էլ եղել են, միշտ էլ կան։ 100 տարի արդեն ամենակարկառուն ազգային, պետական ազգային գործիչ Պաուլ Հայրիկյանը մենակ պայքարում է։ Մոտ արդեն 100 տարի։ Բայց դա չի նշանակում, որ դա կբերի հաղթանակ։ Դա քաղաքական աշխատանք է, որը կողմերն անում են։ Հիմա մեր խնդիրը, նրանք ովքեր ինձ համարում են ազգայնական, անցյալ անգամ ասել եմ, նորից եմ ասում։ Եթե դուք ազգայնական եք, դուք պետք է զանգեք ինձ, ինչպես ես եմ զանգում ձեզ։ Բայց այդ մոտեցումը, թե ինչ որ մեկն ավելի շատ գիտի, մեկ ավելի քիչ գիտի, դրանք երկրորդական են այս պահին։ Մղեք դա դուրս խոսակցությունից։ Խոսակցությունը կառուցեք իրավունքի շրջանակներում։ Ես ներկայացնում եմ Սփյուռքը։ Դուք ներկայացնում եք Հայաստանը։ Աշխատանքը արդեն ավտոմատիկ բաժանված է։ Ես որևէ հնարավորություն չունեմ Հայաստանում ներկայանալու, ոչ ընտրելու իրավունք ունեմ, ոչ էլ ընտրվելու։ Բայց ես Սփյուռք եմ։ Զանգ եկավ անջատվեց։ Ուրեմն աշխատանքը բաժանված է երկու մասի։ Սփյուռքը որպես ազգային եւ Հայաստանը որպես ազգային։ Սփյուռքի գլոբալիստները եւ Հայաստանի գլոբալիստները իրար հետ հստակ աշխատում են եւ դու դա տեսնում եք։ Բայց Սփյուռքի ազգայինը եւ Հայաստանի ազգայինը իրար հետ չեն աշխատում։ Իմ առաջարկությունն է Հայաստանի Հանրապետությունում գործող մեծ, փոքր ուժեր կամ թույլ ազգային ուժերին։ Եթե ձեր նպատակը այն է, որպեսզի Հայաստանում ազգայինը կարողանա հաղթի, ապա հարկավոր է կապ հաստատել, ընդհանրապես կապ հաստատել եւ ոչ թե սկսել քննարկումներ, այլ իրականացնել գործնական աշխատանք։ Այսքան հարգելներս, լավ եղեք կապի մեջ։ Հիշեք, Հայաստանի Հանրապետության բանակցային փաթեթը առաջարկել է Ադրբեջանը, դա 1918 թվականի առաջ հանրապետության իրավահաջորդությունն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 100-ով 0 կրում է Ադրբեջանին։ Ես ասեմ իմացեք։ Ադրբեջանը 1918 թվականին ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո չի ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ, այլ ճանաչվել որպես նոր ձևավորվող ինչ-որ մի կառույց։ Լավ եղեք, այսքան